Այս անգամ ոչ թե մարտի, այլ մրցամարտի են գնում տղերքը։ Հիացրիք, բայց չզարմացրիք, ասում են աղջիկները։ Տղամարդիկ շուկայից տուն գնացող կին տեսել են։ Արև Մելքոնյանին ծանրություններ բարձրացնելով չես զարմացնի, կատակում է ու հիշեցնում։ Հայաստանում սեղմում հենարանից վարժության հարցում վարժ են նաև կանայք։ Ապացույցը չեմպիոններն են, ոչ միայն հայաստանյան առաջնությունների։ Աշխարհի չեմպիոն է։ Անյուտան։ Անյուտայի աչիկների նման քնքուշ Անյուտան, որ 45 կիլոգրամ է կշռում, հոկտեմբերին 50 կիլոգրամ բարձրացնելով աշխարհի պարալիմպիկ չեմպիոն է դարձել ու հաղթելը բնավորություն է դարձրել։ Հիմա էլ պատրաստվում ենք Եվրոպայի առաջնության, այնտեղ էլ ես հույս ունեմ, որ էլի այնպես կանեմ, որ իմ պատվին հնչի Հայաստանի Հանրապետության նոր ներքը։ Հայաստանի ուժային եռամարտի ու հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները 2017 թվականից են կազմակերպում սեղմում հենարանից առաջնությունը։ Արդեն 8 տարի է ծանրամարտիկները, այդ թվում հաշմանդամություն ունեցող, հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ուժը, որ չափվում է նախ եւ առաջ կամքով։ Մենք չգիտեմ, պետական կառույց չենք, ոչ մի պարտավորություն չունենք։ Սա իսկապես ես եւ Սերգեյը սկսել ենք այս ամեն ինչը մեր այսպես սպորտային ինտուզիազմից սկսած ու հետագայում կարծում եմ ինչ որ լավ բան ենք ստացել ու երևի թե արդեն 8 տարի շարունակական այս ամենը դրա լավագույն ապացույցն է։ Հայաստանում սեղմում հենարանից վարժության առաջնությունը նոր բովանդակություն է ստացել 44-օրյա պատերազմից հետո, 60-ից 21-ը հենց պատերազմի մասնակիցներ են։ Ես տենց եմ անում, որ հաշմանդամություն երկրորդ թական ամեն, որտեղ առաջին նպատակն է։ Արցախի Մարտունիում ոտքը կորցրած Շահենը ձեռքի ուժն է կատարելագործում, որ գերուժեղ ձեռքից անպակաս լինի աշխարհի չեմպիոնի ոսկին։ Առաջին իմ ընտանիքի համար, որ ես ոչ մեկի նեղություն չտամ, ես ինքս զլով կարողանամ իրանց օգնեմ։ Հայաստանի եւ Արցախի դրոշներով է անցնում ուժային եռամարտի ու հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների սեղմում հենարանից առաջնությունը։ Հայաստանի առաջնությունից հետո արդեն կձևավորվի մեր հավաքական թիմը, ֆեդերացիայի հավաքական թիմը եւ առաջիկայում ունենք մարտ ամսին Թիֆլիսում կայանալիք Եվրոպայի բաց առաջնություն, պարածանրամարտի եւ ուժեղագույնների հետ առանձին լրացուցիչ մարզումներ կանենք, հավաքական մարզումներ կանենք եւ պատվով կներկայանանք։ Երբ հաղթական հարթակին հաշմանդամություն ունեցող մարզիկն է ոտք դնում, դա ազդակ է բոլորին։ Խնդիրները չպետք է հաղթեն ձեզ, դուք պետք է հաղթեք խնդիրները։ Ամեն օր էլ ավելի լավը լինելու կամքը պահեք։ Ասում են առաջնությունում։ Անցած տարի ունեցել ենք մեկ մարզիկ, մի քանի մարզիկ ունենք, աղջիկներից նաև, ովքեր մասնակցելու են բաց առաջնությունում, բայց հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի որպես ներկայացուցիչ, այսինքն ունենալով հաշմանդամություն, մասնակցելու են բաց առաջնությունում այն մարդկանց հետ, ովքեր որ չունեն հաշմանդամություն։ Նաև կարևոր է, որ նոր մարզիկներ են գալիս։ Օրինակ հիմա ես առնվազն երևի 10-15 քանի հոգի նոր մարզիկ եմ արդեն տեսել, ում առաջին անգամ եմ տեսնում։ Հաղթողները գաղտնիքներ են բացում։ Հաջողության համար պարտաճանաչ մարզվելը կարևոր բան է, բայց առանց մտերիմ մարդկանց տված դրական էներգիայի հաղթանակ չի լինում։ Այսքան ժամանակ ես մասնակցում եմ մրցումներին, ընդհանրապես մեկ անգամ եմ աղաս մեդալ տուն գնացել։ Մամայի խոսքերն է հաջողությունս տալիս մեն ավելի շատ։ Հա, ինչ ասում։ Դու ոգևորումը ասում եմ, որ պետքա մեդալ բերես։ Իսկ մտերմիկ մարդիկ պատրաստ են մարզիկների անգամ ցավը տանել։ Արփիս Քեսյան, Արաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։